ԴՕԿ կուսակցության հայտարարությունը, Վարդան Ղուկասյանի կալանավորումը դավաճանության սկիզբ, ժողովուրդ բացիր աչքերդ, բացիր, որովհետև մեր հայրենիքը կրկին կանգնած է դավաճանության շեմին, նրանք փակեցին Վարդան Ղուկասյանին, բայց իրականում նրանց թիրախը դու ես, քո երեխան է, քո ընտանիքն է, քո հայրենիքն է, նրանք ուզում էին ազատվել նրանից, որովհետև Վարդանը խանգարում էր իրենց սև գործերին, նրան մեկուսացրին, որպեսզի ոչ ոք չլինի, որ համարձակվի կանգնել իրենց դեմ, որ կազմակերպի ժողովրդին, որ բարձրացնի ազգը պայքարի։ Հարց տվեք ձեզ, եթե Վարդան Ղուկասյանը դրսում լիներ, կկարողանային այսպես բացահայտ գործել, կկարողանային հանգիստ ծրագրել այս դավաճանությունը, կկարողանային մեր հողերը հանձնելու ծրագրերը կյանքի կոչել։ Ոչ, այդ պատճառով էլ նրան փակեցին, նրա ձայնը լռեցրին, որ մենք բոլորս մնանք մենակ, առանց առաջնորդի, առանց պաշտպանության, իսկ ընդդիմադիրները, որտեղ են բոլոր նրանք, որ տարիներ շարունակ խոսում էին ազգի, հայրենիքի, ժողովրդի մասին, որտեղ են հիմա, երբ մեզ սպառնում է կործանումը, ոչ մի տեղ, որովհետև այս ամենը նախապես ծրագրված էր։ Նախ փակեցին Վարդանին, հետո սկսեցին հող հանձնելու գործընթացը, հետո բերելու են 300,000 ադրբեջանցիների, հետո քեզ ու քո երեխային դարձնելու են օտար քո սեփական հողում, եւ եթե այսօր չպայքարենք, վաղն արդեն ուշ կլինի։ Այսօր է վճռվում մեր ապագան, կանգնենք ու պայքարենք, թե թողնենք, որ մեզ թաղեն մեր լռության մեջ։ Ժողովուրդ, այս երկիրը մերն է, այս հողը մերն է, մեր պապերը արյուն են թափել, որ մենք այս հողում ապրենք։ Հիմա մեզանից են ուզում խլել այն, եւ մենք պետք է ընտրություն կատարենք, կպայքարենք, թե կլռենք ու կկորցնենք մեր երկիրը։ Դուրս եկեք, կանգնեք, պայքարեք։ Սա մեր վերջին հնարավորությունն է հանուն մեր երկրի, մեր երեխաների, մեր ապագայի։